Երեք մի շարք ցուցարարներ բերման են ենթարկվել, այդ թվում նաև ժառանգության անդամներ, դուք այսօր պետք է գնայիք տեսակցելու թե Հովսեփ Խուշուրդյանին, թե Արմեն Մարտիրոսյանին եւ թե Դավիթ Սանասարյանին։ Հաջողվեց եւ ինչ մեղադրանքներ են հիմնականում։ Այսօր ինձ հաջողվել է հանդիպել Խուշուրդյանին, Հովսեփ Խուշուրդյանը կասկածյալի կարգավիճակով գտնվում է աշտարակի ոստիկանության ժամանակավոր պահման մեկուսարանում, նրա կասկածանքը վերաբերվում է քրեական օրենսգրքի 225 հոդվածով նախատեսված արարքների կատարմանը, այսինքն իբր նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մասնակցել է բռնություններին, այդ թվում ոստիկանության աշխատողների նկատմամբ կիրառված բռնություններին, ըստ էության մեղադրանքում որևէ հստակ ներողություն կասկածանքում որևէ հստակ ձևակերպում չկա, թե ովքեր են այդ խումբը, ում հետ ինքը համաձայնություն ունեցել, ում նկատմամբ է կիրառվել այդ կարգի բռնություն, չնայած չեմ բացառում, որ այս օրերի ընթացքում ոստիկանությունը իրեն հատուկ տեղաբաշխում անի ոստիկանության աշխատողների, թե ով պիտի լինի Խուշուրդյանի տուժողը, մենք գիտենք մարտի 1-յան դեպքերից, որ այդպիսի բաժանում եղավ ամեն դեպքում պարտադիր չէ, որ մարդը որևէ մեկի նկատմամբ բռնություն կիրառեր կամ չկիրառեր, կոնկրետ անհատականացված մի ոստիկան գալիս էր եւ ասում էր դու իմ նկատմամբ բռնություն ես կիրառում, ես վախենում եմ կրկնվի այս դրվագը, չնայած այսօրվա վիճակով այն ոստիկանը, որի նկատմամբ բռնություն էր գործադրվել, պետք է որ հստակ որպես կասկածյալ ներգրավելու այս գործընթացի մեջ հստակ ներառված լիներ նաեւ այդ ոստիկանի անունը։ Ուզում եմ ասել, որ անորոշ օրենսդրական ձևակերպումներով կասկածանքի հիմքեր է ներկայացվել Խուշուրդյանը չի ընդունում այդ կասկածանքը եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված արգելանքը անօրեն է։ Խուշուրդյանը նաեւ այսօր նկարագրեց, թե ինչ կարգի բռնություններ է ժողովրդի նկատմամբ կիրառվել ոստիկանության աշխատողների եւ այլ կասկածահարույց անձանց կողմից, ինչպես է ժողովուրդը ծեծի ենթարկվել եւ այդ բռնությունների նախահարցակը եղել են ոստիկանության աշխատողները եւ այլ կասկածահարույց անձինք, որոնց ինքնությունը ինքը այդպես էլ չհասկացավ, հավաստի լուրեր են պատտվում, որ դրանք հանդիսանում են այս կամ այն օլիգարխների թիկնապահներ, այսինքն ստացվում է, որ անօրեն գործընթաց է սկսվել, որի արդյունքում չեմ բացառում, որ ունենանք նոր քաղբանտարկյալների շրջանակ։ Շատերն արդեն սկսել են համեմատել մարտի 1-ի հետ, տարբերությունը միայն նրանում է, որ զոհեր չկան, բայց ծանր տուժածներ կան։ Գիտեք, ամեն դեպքում սեփական ժողովրդի հետ բախումների գնալու ամբողջ մեխանիզմը երբ ուսումնասիրում եմ այս երկու դեպքերի եւ համատական եզրեր եմ ես համատական եզրեր տեսնում եմ, համատելու եզրեր տեսնում եմ։ Դա վերաբերվում է դեպքը դեռ չսկսված որոշակի քաղաքական գործիչների եւ որոշակի, ասենք, մշակութային գործիչների կողմից հեռուստաէկրաններում արտահայտված որոշակի մտքերի նույնանմանությամբ, այսինքն երբ ես լսեցի Գառնիկ Իսագուլյանի ելույթը, թե ինքը ինչքան է զարմացած մեր ոստիկանների համբերության վրա, ես հասկացա, որ հաջորդ օրը կամ նրա հաջորդ օրը հաստատ ինչ որ բան լինելու է ու Գառնիկ Իսագուլյանը ինքը դարձավ նաև այդ գործիքը, որի միջոցով ես հասկացա, թե ինչ է լինելու հետոն։ Ուզում եմ ասել նաև մարտի 1-ին այսպես եղավ, երբ Հանրապետության նախկին նախագահ Քոչարյանը համալսարանի ուսանողների մոտ ելույթ ունեցավ եւ արդեն մոտավոր ուրվագծվեց մարտի 1-յան իրադարձությունները եւ արդեն այդ սպառնալիքները ռեալ սպառնալիքներ դարձան եւ մարտի 1-ին դրանք կիրառվեցին։ Այս տեսանկյունից շատ նման է, որովհետեւ նույն հրկիզումների հետ կապված մենք մարտի 1-ին չկարողացանք, ես ինքս լինելով փաստահավաք խմբի անդամ եւ ուրվագծված լինելով այդ անձանց ինքնությունը, մենք չկարողացանք պարզել, թե ովքեր են այդ հրկիզող անձիկ եւ այդ հրկիզող անձիկ ինչ կապ ունեն խաղաղ ցուցարարների հետ։ Նույնը տեղի ունեցավ նաեւ այստեղ։ Ես կարծում եմ, որ այնինչ որ կատարվել է գիշերը, դա կոնկրետ խաղաղ հանրահավաքի մասնակցող անձանց ցանկությունը չի եղել։ Նրանք երբևէ չեն մտածել, որ որևէ ոստիկանի նկատմամբ բռնություն կկիրառեն կամ բախումների մեջ կմտնեն իրենց իսկ ժողովրդի հետ։ Բայց ստացվեց նույնը, որ նախահարձակ լինելու առումով ստեղծվեց բոլոր հիմքերը եւ
կատարվեց նույն մարտիմեկյան գործողություններ իր սրությամբ, իր բռնությունների կիրառման մեխանիզմով, իր հրավառությամբ եւ այդ հրավառության արդյունքում հրկիզվել են ինչ որ բնակարաններ եւ այլ իրեր եւ դրանք փորձում են վերագրել խաղաղ ցուցարարներին։ Ես կարծում եմ, որ ձեռագրերի նմանություն կա այս երկու իրադարձությունների միջև։ Այսպեսի մի իրավիճակ կա, երբ ասեցի Խուրշուդյան, քեզ բռնել են դու ինչ որ գործողություն անելուց, թե դու քո համար հանգիստ կանգնած ես եղել, ինքը ասեց, որ Բարձրաստիճան պաշտոնյաներից ոստիկանության աշխատողներից մեկը ասեց, որ իրան էլ տարեք, մատը տնգել է այդպես եւ ասել Խորշոդյանին էլ տա։ Այսինքն սա խոսում է այն մասին, որ հատուկ երևի ցուցակագրված ակտիվ մասսա կա եւ գաղափարական առումով իրենց համար, ասենք, վտանգ ներկայացնող անձիկ կան եւ դրանց վերաբերյալ բավարար ինֆորմացիա համենայն դեպս ոստիկանության աշխատողները ունեցել են։ Եթե Խորշոդյանին բուն գործողություններ անելու չեն վերցրել, իսկ ինքը ընդհանրապես ասում է, որ գործողություն չեմ արել, հանգիստ կանգնած եմ եղել, պարզապես պարբերաբար այդ վերջի օրերին ես գնացել եմ հանրահավաք եւ կարծում եմ, որ ուշադրության կենտրոնում եղել եմ եւ այսօր նաեւ հետաքրքրվեցի, որ այո, լուսանկարներ են եղել, որոնց մեջ Խորշոդյանը երևացել է։ Սովորական, ասենք, հանրահավաքի մասնակցի կարգավիճակով ակտիվ որևէ գործողություն ինչպես չի կատարել, այնպես էլ կատարելու իրականում հարկ չի եղել եւ կարծում եմ, որ քաղաքական ֆոնի վրա սկսված այս միջադեպերը չի կարելի տարանջատած մտցնել եւ քրեական դատավարության նույնիսկ գրքում փորձել տեղավորել նույն անորոշ ձևակերպումների ֆոնի վրա։ Իսկ ՊՊՑ գնդում գտնվող ապստամբների կամ տղաների կարգավիճակը հետագայում ինչպիսին է լինելու, հաշվի առնելով մեղադրանքի ծանրությունը եւ այստեղ ընդունելու չընդունելու խնդիր։ Ես կարծում եմ, որ ներելու մասին խոսք չի կարող լինել, կյանքը ցույց է տվել, որ իշխանությունները միշտ շարժվել են այդպես, ով մեր հետ չէ, մեր դեմ է սկզբունքով եւ անգամ եթե այդ արարքները քրեականացվել են, ապա անձիկ դատապարտվել են քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի առավել բարձր սանկցիայով, անգամ եթե դրա հանցակազմը չեն կարողացել հիմնավորել մարդու վրա։ Այսինքն կարծում եմ, որ նորից դատարանները կդառնան այն միջոցը, ովքեր կպատժեն խաղաղ ցուցարարներին։ Ասենք, վերջի օրերի իրադարձությունը որոշակի կասկածի տակ է դնում խաղաղ ցուցարար հասկացությունը, բայց ես այն կարծիքին եմ, որ պետք է լուրջ վերլուծության ենթարկվի տեղի ունեցածին նպաստող պատճառներն ու պայմանները եւ դրա ֆոնի վրա մեկնաբանվի այն, ինչ որ այսօր կատարվում է։ Ես ասել եմ, որ Հայաստանում ամեն մի շարժում լինի խաղաղ թե ոչ խաղաղ, արյան մեջ խեղդելու ինստիտուտը գործում է Հայաստանում եւ առանց ափսոսալու, ասենք, ոտքի տակ են տալիս մեղավոր ու անմեղի եւ այս առումով շատ տխուր վիճակ է եւ կյանքը ցույց է տվել, որ մեր մոտ քաղաքական իրադրությունները համենվում են քրեական նորմերի, ասենք, անհարկի կիրառման ինստիտուտով։ Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ այո, իշխանությունները դաժան կլինեն այն անձանց նկատմամբ, ովքեր իրենց այսպիսի գլխացավանքի մեջ են գցել։ Այս տեսանկյունից պատիժը խիստ կլինի։